Բարև ձեզ, Ֆակտոր TV-ի հյուրը իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Յանիսյանն է, ողջույն, պարոն Յանիսյան։ Ողջույն։ Խորհրդարանը այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է ընտրական օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով իշխանական падգամավորներն առաջարկում էին, ըստ էության այդպես էլ տեղի ունեցավ, խստացվեց դիտորդական առաքելություններ ներկայացվող պահանջները կապված քաղաքական չեզոքության, ֆինանսների աղբյուրների բացահայտման հետ կապված իշխանականների արգումենտները սրանք էին, գործող կարգավորումներով հստակ չեն այն մեխանիզմները, որոնք կարող են կիրառվել, երբ խախտվում է քաղաքական զսպվածության պահանջը, սրանով սահմանվում են այդ մեխանիզմները, ինչ եք դուք մտածում այս հարցի վերաբերյալ։ Ես պետք է ասեմ, որ նախագծի վրա աշխատել է նաև քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ, միջազգային քաղաքասարակության որոշ դերակատարներ եւ նախագիծը ամբողջությամբ արտահայտում է մեր մոտեցումները ամբողջությամբ կան ինչ որ բաներ որ մենք միգուցե կուզենայինք եւս այդտեղ լինեին բայց չկան բայց մնացած առումով ընդորում նաեւ վերջում իշխանությունը առաջարկել էր մի երկու կարգավորում էլ որը կարող է տարբեր մեկնաբանություններից կարող էր միգուցե դիտորդական առաքելություններին սահմանափակող լիներ բայց այդպիսի կարգավորումներ ի վերջո չեն ընդունվել։ Տեսեք, ընդդիմությունից Արծվիկ Մինասյան հակաժողովրդավարական էր այս որակում եւ ընդհանրապես բոյկոտեցին, իշխող ուժը այն հեղինակել եւ բերել է արտահերթ կարգով ընդունման առանց լայն քննարկումների ընդդիմադիր падգամավորը այն մերձ իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ կոչեց, մեջբերեմ հավատարմագրումից զրկվելու են այն անձինք, որոնց գնահատականներն ու խոսքերը քաղաքական ուժի քննադատություն է պարունակում ՔՊ-ի կամ այլ ուժի ներկայացնելով որպես հակաքարոզչություն, որն է ձեր տեսակետը։ Եկեք մի քանի բան ասեմ, նախագիծը ոչ թե ինչ որ սահմանափակումներ բերող նախագիծ է, նախագիծը ավելի շատ ես կանվանայի հստակեցում մտցնող նախագիծ։ Քաղաքական չեզոքության պահանջի մասով դա հստակություն մտցնող նախագիծ է, որտեղ հիմա եւս քաղաքական չեզոքություն պահպանելը պարտադիր է։ Հիմա եւս քաղաքական չեզոքությունը նշված է օրենքում եւ դա վաղուց է նշված, անհրաժեշտ պայման է դիտորդական առաքելության գրանցման համար։ Բայց օրենսդրությունը տեղ ուներ բացեր, ուներ թերություններ, որոնք բացահայտվեցին նաեւ վաղ շաբաթի ընտրությունների ժամանակ, երբ որ մենք եւ մեր գործընկեր ականատես առաքելությունը Transparency-ին տեսանք, որ Հայակվեն, Թաթոյանը եւ եւս մի կազմակերպություն, Թաթոյան հիմնադրամը եւ եւս մի կազմակերպություն, որ որպես դիտորդ հավատարմագրված են, բայց մեր գնահատմամբ խախտում էին անաչառության կանոնը եւ խախտում էին եւ ըստ էության քարոզչություն էին իրականացնում, այստեղ ես ուզում հստակեցնել, որ հակաքարոզչությունը եւս քարոզչության տարատեսակ է, դա եւս ընտրական օրենսգրքով հստակ է։ Եվ մենք այն ժամանակ դիմեցին կենտրոնական տրական հանձնաժողովին, խնդրելով միջոցներ ձեռնարկել եւ պարզվեց, որ օրենքում կան անհստակություններ եւ բացեր։ Այս օրենքը նրանց դեմ է։ Սա հստակեցնելու համար է։ Այս օրենքը բոլոր նրանց դեմ է, ովքեր ուզում են դիտորդությունը եւ քարոզչությունը մեկտեղել։ Դա չի կարելի։ Իհարկե, նախընտրական քարոզչություն իրականացնելը Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու իրավունքն է, ինչքան շատ քաղաքացի մասնակցի կուսակցությունների քարոզչությանը այնքան լավ, բայց կան անհամատեղելիություններ, քաղաքական գործունեություն եւ դիտորդությունը համատեղել քարոզչության հետ, որովհետեւ մեկի օգտին կամ դեմ քարոզչության հետ։ Նույն ձև ինչպես են որում դա միայն դիտորդներին չի վերաբերում, ես ուզում եմ հստակեցնել։ Սա վերաբերվում է դիտորդներին, օրինակ դատավորներին, դատախազներին, ինչ որ խումբ մարդիկ կան, որոնց որ արգելված է քարոզչություն անելը։ Եվ կարևորը որ այդ արգելքը ոչ թե օրենքում գրված լինի եւ ոնց ուզի այդ արգելքը բռնաբարի, այլ այդ արգելքը լինի enforceable, enforceable հայերեն չգիտեմ լավ։ Դուք չանդրադարձաք պարոն Մինասյանի զգուշացումներին հակաժողովրդավարության վերաբերյալ։ Այս նախագիծը որովհետեւ առումով հակաժողովրդավարական չի, այս նախագիծը ժողովրդավարությունը պաշտպանելու համար է, որտեղ դիտորդական ընտրությունների թափանցիկությունը ժողովրդավարական շատ կարևոր բաղադրիչ է, թափանցիկության անբաժանելի մաս է դիտորդությունը եւ պետք է ասեմ, որ դիտորդները, որոնք որ կողմնակալ են, դիտորդները, որոնք որ քարոզչություն են անում եւ դիտորդություն, այդ դիտորդները վնասում են ընտրությունների թափանցիկությանը եւ վնասում են, որ առումով են վնասում։ Թափանցիկությունը դա զուտ
մեխանիկական թափանցիկություն չի։ Ոնց է, որ ընդհանրենք մի լրագրող, պատկերացրեք, անաչառ լրագրող չի։ Դա բոլոր լրագրողներին, ամբողջ լրատվական դաշտին վնասում է, չէ՞։ Երբ որ ինչ-որ մի լրագրող կամ մի խումբ լրագրողներ անաչառ չեն եւ շատ կողմնակալ են։ Նույնը ստեղ է, երբ որ ինչ-որ դիտորդներ կողմնակալ են լինում, երբ որ ինչ-որ դիտորդներ համ քարոզչություն են անում, համ դիտորդություն, ոչ միայն իրանց խոսքն է արժեզրկվում, իրանց խոսքը պարզ արժեզրկվում է, որովհետև իրանք ինչ ասում են, հանրությունը դա նայում է իրանց քաղաքական կողմնակալության պրիզմայով, ասում են, հա դե պարզ է, սրանք ասենք ընդդիմադիր են կամ սրանք իշխանամետ են, պարզ է սենց էին, սենց գնահատական էին տալու։ Այլ դա ամբողջ դիտորդական դաշտին է վերաբերվում եւ հանրությունը սկսում է թերահավատ մոտենալ դիտորդներին առհասարակ։ Այնպես ինչպես հանրությունը սկսում է իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ է սա։ Այսինքն ընդդիմադիր դիտորդները չեն լինի, կլինեն մերձիշխանականները։ Նախ պետք է ասեմ, որ ցանկացած սուբյեկտ կարող է դիմել կենտրոնական տրական հանձնաժողովին մատնացույց անել նաև այս նախագծով։ Մատնացույց անել, որ այսինչ դիտորդը կողմնակալ է եւ կենտրոնական տրական հանձնաժողովը դա քննի, կենտրոնական տրական հանձնաժողովի որոշման անհամաձայն լինելու դեպքում այդ որոշումը կարող բողոքարկվի դատարան եւ դատարանում քննվի շատ սեղմ ժամկետներում, ժամերի համարյա թե ընթացքում, այդ են դատական գործերից չի էլի, որ տարիներով ձգվում է, չէ, օրենքով այս գործերի համար շատ սեղմ ժամկետներ կան։ Սա մի կողմից եւ կուսակցությունները այդ իրավունքը ունեն, ընդ որում ունեն ավելի շատ քան մենք, ոնց որ եթե լինեն իշխանական դիտորդներ, որոնք իշխանությունը քարոզեն իշխանության օգտին եւ միաժամանակ կանեն դիտորդներ, ես չեմ կարծում, որ Արծվիկ Մինասյանը հասցնի այդ դիտորդների մասին գրություն ներկայացնի, դիում ներկայացնի ԿՀ, որտեղ մենք դա կանենք Արծվիկ Մինասյանից արագ։ Ինչ վերաբերվում է իր գնահատականները պայմանավորված են նրանով, որ կան կողմնակալ դիտորդական առաքելություններ, ինչպիսիք մենք տեսել ենք ուրեմն Վաղարշապատում եւ Գյումրիում, որոնք որ փորձում են հանրության մոտ կեղծ տպավորություն ստեղծել ընտրությունների վերաբերյալ, եւ դա շատ խնդրահարույց է, որտեվ դա ընդհանուր մի հատ գիծ է, որով փորձում է տպավորություն ստեղծվել, որ տպավորություն ստեղծել, որ ժողովրդավարություն չկա։ Ժողովրդավարության մակարդակով մենք երջանիկ չենք Հայաստանի ժողովրդավարության մակարդակով։ Բայց ինչ որ խմբեր փորձում են տպավորություն ստեղծել, որ այդ մակարդակն էլ չկա։ Հա կան խմբեր, որոնք համարը չէ, բառացիորեն ասում են, որ Ռուսաստանը ավելի ժողովրդավարական երկիր է, քան Հայաստանը։ Հա թողացեն, հիմա ով է հավատում։ Տեսեք, այստեղ խնդիրը նրանումն է, որ ժողովրդավարություն դա արժեք է, ժողովրդավարություն շատ կարևոր է, որ հանրությունը հասկանա, որ մենք ունենք X մակարդակի ժողովրդավարություն, որը պետքա պաշտպանվի բոլորի կողմից։ Եվ պետքա ձգտենք, որ ունենանք ավելին։ Եթե տպավորություն ստեղծում, որ մենք այս X-ն էլ չունենք, դա խնդրահարույց է, եւ սա ըստ էության նայելով Մոլդովայի փորձը, նայելով մի շարք այլ երկրների փորձը, սա Ռուսաստանի այսպես կոչված հիբրիդային հարձակման գործիքակազմի մի մասն է։ Ընտրությունների արժեզրկումը։ Այն ընտրությունների, որի ժամանակ ընտրվում է կամ որի արդյունքները այդքան էլ Ռուսաստանը չեն գոհացնում եւ որի ժամանակ ընտրվածի վրա Ռուսաստանը ուզում է լծակներ ունենալ, ինքը փորձում է տպավորություն ստեղծել մաքսիմալ, որ այդ ընտրվածը լեգիտիմ ընտրություններով չի ընտրվել։ Մենք սա հստակ տեսնում ենք Վաղարշապատում, երբ որ ռուսամետ շրջանակներ, ռուսամետ դիտորդներ տարածում էին կեղծ տեղեկություններ, անձի փոխարեն քվեարկելու մասին 6 հատ այդպիսի կեղծահազանգ ա եղել։ Բոլոր 6-ով գնացել ենք, պարզել ենք, որ տենց բան չկա։ Երբ որ կեղծ տեղեկություններ տարածվեցին, թե իբր Վաղարշապատում լցոնումներ ա եղել, էլի ռուսամետ ալիքների կողմից, տիկտոկյան ալիքների կողմից։ Այս ամեն ինչը հստակ գիծ է, սա առանձին վերցրած դեպքեր չեն։ Գյումրիում դա շատ ակտիվ տարածում էր մինչև քվեարկության օրվան հաջորդող գիշերը, հենց որ տեսան, որ իշխանությունները չեն ստանում մեծամասնություն, միանգամից այդ խոսակցությունները Գյումրիում դադարեցին։ Այսինքն Գյումրիում քվեարկության օրը հայտարարվում էր, որ 3000 քվե է կեղծվել։ Գերացում եք այդ Գյումրիի մասշտաբում 3000 քվեն դա ահռելի թիվ է, էլի, հարց լուծող, չէ, ավելի շատ, անգիր չեմ հիշում թվերը, բայց էապես ավելի շատ։
եւ կտրուկ այդ խոսակցություն ասում են 3000 քվեակ եղծվել այդ խոսակցությունը կտրուկ դադարեցվեց եւ միանգամից այդ բոլոր ասողները սկսեցին միանգամից ասել որ սրանք շատ լավ ընտրություններ էին երբ որ տեսան որ իշխանությունը չի ընտրվում մենք այս մոտեցմանը խնդիր ունենք Արծվիկ Մինասյանը այս մոտեցմանը խնդիր չունի Արծվիկ Մինասյանը երբեք չի ասել այդ ո՞նց է որ ինչ որ դիտորդներ ցերեկ քվեարկության օրվա ընթացքում ինչ որ մի գնահատականներ են ասում սարսափելի խախտումների մասին են ասում հենց որ ընտրվում է այդ դիտորդների համար ցանկալի ուժ կամ ուժեր միանգամից իրենց գնահատականները փոխում են իրենց ռետորաբանությունը փոխում են եւ ասում են իդեալական ընտրություններ Գրեք պարոն Մինասյանի համար սա խնդիր չի ես չգիտեմ պարոն Մինասյանի խոսքից էլ հավատարմագրումից զրկելու են այն անձանց որոնց գնահատականները խոսքերը այս կամ այն քաղաքական ուժի քննադատություն է պարունակում ներկայացնելով որպես հակաքարոզչություն այսինքն նրանք ովքեր ընտրության արդյունքները կասկածի տակ կդնեն կասեն հակաքարոզ են անում այդ վերջին մասը չկա ընտրությունների վերաբերյալ դիտորդների տեսեք ընտրական օրենսգիրքը հստակ ասում է դիտորդ իրավունք չունի անել քարոզչություն ինչ է քարոզչությունը սահմանված է ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1.1 մասով պարոն Յանիսյան ասում են շատ գնահատականներն են քարոզ հա եթե ես նախընտրական քարոզարշավի ժամանակ ասեմ որ չգիտեմ այս տեխնացուն դավաճանա կամ այն տեխնացուն վատնա կամ դա էլա քարոզ բայց նույն ընտրական օրենսգիրքը սահմանում է որ դիտորդների եւ դիտորդական առաքելությունը իրավունք ունեն գնահատականներ տալ իրենց դիտարկումների հիման վրա սա հստակ օրենսգրքով սահմանված իրավունք է եւ այդ իրավունքի իրացման համար նույնիսկ ամենաաննորմալ չգիտեմ մեկնաբանմամբ չի կարող դա ընտրությունների վերաբերյալ գնահատականը մեկնաբանվել որպես քարոզչություն որովհետեւ ոչ մի առումով դա չի կարող նման մեկնաբանություն ունենալ որտեվ դա ընտրական օրենսգիրքով սահմանված դիտորդի իրավունքն է եւ այդ իրավունքի իրացումն է նույն օրենսգիրքը ասում է դիտորդը չի կարող քարոզչություն անել բայց ասում է դիտորդը կարող է իր դիտարկումների հիման վրա իր դիտարկումները հայտնել տարածել վերջը գնահատականներ տալ նենց որ այս մասով ամեն ինչ սևը սպիտակի վրա գրված է եւ հստակ է եւ այդտեղ այլ մեկնաբանություն չի կարող դիտորդական առաքելությունները եթե այսպես չեզոքությունը չեն պահում ինչ արդյունքի վրա ինչպես կարող են ազդել այսինքն չէ որ քաղաքացին գնում ընտրում է անկախ նրանից ով ինչ է ասում ինքը արդեն նախընտրական քարոզարշավի սահմանված կանոնները շատ կարևոր են եւ այդ կանոնները պետք է enforce արվեն։ Ինչի են այդ կանոնները։ Enforce-ը կթարգմանեք հայերեն։ Ապահովվել, հա, այսինքն մի բան օրենքում, հա, այսինքն մի բան օրենքում ինչ որ կանոն գրած, ուրիշ բան է, որ այդ կանոնը ապահովվում է, որ գործում է, էլի այդ կանոնը։ Շատ հեշտ բացատրեցիք այո։ Եվ այս կանոնները, որոնք որ կան, այդ կանոնները տարբեր նպատակներ են հետապնդում։ Դիտորդների մասով օրինակ սահմանափակումները ոչ այդքան նախընտրական քարոզարշավի ազդեցության կոնտեքստում են, որքան դիտորդության կոնտեքստում են։ Այսինքն այդ արգելքները, որոնք որ նորից եմ ասում, շատ վաղուց կան, այդ արգելքը նոր չի։ Այդ արգելքները, որ դիտորդներին արգելվում է քարոզչություն անել, կամ ընտրական հանձնաժողովի անդամներին արգելվում է քարոզչություն անել։ Այդ արգելքները ոչ թե նրա համար են, որ քարոզարշավը լինի այսպիսին կամ այնպիսին, այլ նրա համար, որ ընտրական հանձնաժողովը, եթե ընտրական հանձնաժողովի անդամը քարոզչություն է անում, ինքը չի կարող անաչառ անդամ լինել ընտրական հանձնաժողովի։ Եթե դիտորդը քարոզչություն է անում, ինքը չի կարող այլևս անաչառ դիտորդ լինել։ Սրա համար են այս սահմանափակումները, ոչ թե քարոզարշավի ժամանակ։ Հասնենք նաև ֆինանսական թափանցիկությունից խոսել, սա ինչ մեխանիզմներ է ենթադրում ֆինանսական աղբյուրների բացահայտման հետ կապված։ Շատ պարզ ընդհանրապես ասում է, որ պետք է հրապարակեն, թե ինչ ֆինանսական աղբյուրներ ունեն մեծ հաշվով սա է։ Իսկ եթե ասում են կամավոր սկզբունքներով, բայց հեչ կամավոր չի, ինչ որ մի սև ծրարով ինչ որ բան են ստացել կամ սպիտակ ծրարով, չգիտեմ։ Դա վերահսկելի չի։ Այսինքն եթե X դիտորդական առաքելություն սև կամ սպիտակ կամ կարմիր ծրարով ինչ որ գումար է ստացել ինչ որ մեկից եւ այդ գումարով X բաներն անում, սա
գոնե այս օրենսդրությամբ նույնիսկ սանով է հարցը չի լուծվում, հա։ Հա, չէ, նույն ինչպես եւ լրատվամիջոցների դեպքում, հիմա լրատվամիջոցները պարտավոր են, չէ, հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները ամեն տարվա հաշվետվության մեջ։ Բայց գիտենք, չէ՞ որ լրատվամիջոցներ կան, որ ամեն ինչ տեղի ունենում քեշով, ծրարով եւ այդ ֆինանսական հաշվետվությունների մեջ չի գնում։ Այս հարցերը ավելի գլոբալ ֆինանսական թափանցիկության առհասարակ հարցերը ավելի գլոբալ են եւ դրանց լուծումը այդքան ընտրական օրենսգրքի մեջ չի, ինչքան ընդհանուր ֆինանսական վերահսկելիության, ընդհանուր եկամուտների հայտարարագրման մեխանիզմը, որ ներդրվում է տարեց տարի ավելի է ներդրվում, այդ մեխանիզմները պետք է այստեղ գործեն, որպեսզի այս կարգավորումները ավելի ապահովելի լինեն, հա։ Ամփոփելով ընտրական օրենսդրությունը, պարոն Յանեսյան, ինչպիսի ընտրություններ անցկացնելու շանս է տալիս տասնամյակներ, ես կասեի շարունակ, քաղաքասարակությունը այլ այն ժամանակվա դիմենցիոնը բարձրաձայնում էր ընտրական օրենսգրքի բացերի մասին, որոնք ընտրակեղծիքներ անելու լայն դաշտ էին բացում, նաև այսօր տարբեր ընդդիմադիր ուժեր կան, նույն օրինակ Հայազգային կոնգրեսը 16-17 թվականը, ես հիշում եմ ՀԿ-ի հետ դուք էլ քաղաքասարակության տարբեր ուժեր պայքարում եք ավելի բաց ընտրական օրենսգրքի համար, տասնամյակներ շարունակ, տարիներ շարունակ վերջին շրջանում էլ փոխվել են։ Արդյոք այս ընտրական օրենսգիրքը ավելի լավն է։ Մեծ հաշվով օրինակ այն ամեն ինչի համար մենք եւ այն ժամանակվա անդիմադիր ուժերը, այդ թվում Հայազգային կոնգրեսը 16-17 թվականներին 16 թվականին պայքարում էինք, այն ժամանակ դրա ինչ որ մի մասին հասանք, մնացած համարյա ամեն ինչը հիմա արդեն ընտրական օրենսգրքի անբաժանելի մաս է եւ շատ ավելի առաջա գնացել ընտրական օրենսգիրքը, այսինքն այն պահանջները, որոնք որ կային 2016 թվականին, արդեն ընտրական օրենսգրքում կան ու արդեն հազարու մի ավել բան էլ կա։ Օրինակ այն ժամանակ շատ լուրջ խնդիր էր, այլ անձի փոխարեն քվեարկությունը այդ հարցերը բավականին ծածկված են ու այդ ռիսկը Հայաստանում մեծ հաշվով չկա։ Մեծ խնդիր էր օրինակ ցուցակների հրապարակման հետ կապված խնդիր կար, ընտրակաշարքն էր մեծ խնդիր, ընտրակաշարքը, այո, դեռևս ընտրակաշարքը կա, մենք տեսնում ենք ընտրակաշարքի դրսևորումներ, այդ թվում նաև աղարշապատի վերջին ընտրություններում, այդ թվում նաև Գյումրիի ընտրություններում, ենթադրում եմ կլինի նաև ազգային ժողովի ընտրություններում, բայց ամեն դեպքում թե օրենսդրությունն է այապես բարելավվել, դա առաջի բաներից էր, որը մենք արեցինք։ Առաջի բաներից էր, որը 18 թվականին քաղաքասարակցություն իշխանության հետ միասին արեց ընտրակաշարքի հետ կապված օրենսդրությունը, մենք հիմա ունենք ԵԽԽՎ տարածքում ամենախիստ կարգավորումները, օրինակ ընտրակաշարքի հետ կապված։ Ամենախիստ կարգավորումները վերադասի կողմից, այդ վերադասը կարող լինի պետական հիմնարկում, կարող լինի մասնավոր հիմնարկում, վերադասի կողմից աշխատողներին պարտադրելու հետ կապված, պարտադրել այսինչ ուժին քվեարկել, պարտադրել ցույցի մասնակցել կամ չմասնակցել կամ այսինչ ուժին չքվեարկել։ Այդ առումով մենք հիմա ունենք տարածաշրջան ասելով եվրոպական տարածաշրջան նկատի ունեմ իհարկե, ամենախիստ կարգավորումները եւ այս մասով մնում է միայն իրավապահները կարողանան պատշաճ գործեն, օպերատիվ մարմինները պետքա պատշաճ գործեն։ Այս առումով մենք էլ ենք գործելու եւ մեր մեթոդներում էլ են նոր բաներ հայտնվելու, որի մասին մենք մի մասը կհայտարարենք, մի մասը կանենք հետո կիմանաք, բայց մեր մեթոդներում էլ են նոր բաներ հայտնվելու։ Շնորհակալ եմ, կհետևենք։ Factor TV-ում հյուրընկալել ենք Դանիել Յանիսյանին։